սա ազգային հրապարակ է, սա համապետական արժեք է եւ ուղղակի մենք ողջունում ենք ողջ հայ ժողովրդին առանց խտրականության, առանց պատկանելիության եւ հատվածների, որ ինքը վերադարձել է իր հարազատ հրապարակը։ Պայքարը շարունակվում է, ճանապարհը մնում է անավարտ եւ այն ավարտին հասցնելու համար մենք պիտի շարունակենք միասնապար այս հրապարակից մինչև բոլոր պետական ինստանցիաները մեր պայքարը։ Այդ պայքարը կհաջողվի ոչ միայն ելույթներով, հացաթուլներով, հարթակից հրահանգներով, այլ ժողովրդի իրավադիրությամբ, որ ժողովուրդը ինքը հասկանա, որ առանց իրեն, առանց հասարակության, միասնության չի լինելու քաղաքական արդյունք։ Շարունակելու ենք այսպես այնքան ժամանակ, քանի մենք առանցին գործում ենք։ Եվ միասնությունը միայն խոսք չէ, միասնությունը միայն հորդոր չէ, դա ժողովրդի պահանջն է։ Եվ ժառանգությունը միշտ մնալու է ենթակա ժողովրդին եւ հույս ենք դարձելու, որ առաջիկա շաբաթների ընթացքում հայ հասարակությունը կհասկանա, որ ժառանգություն, կոնգրես, դաշնակցություն մնացածը դրանք ծառաներ են, երկրորդական գործիքներ են։ Ողջունելի է, պատմական է եւ կարեւոր է, որ այսօրվա փախտորոշ պատմականությունը վերածվի աբակային, որ աբական յուրաքանչյուր հայ եւ հայաստանցի ոչ միայն հիշի այս օրը, այլ այս օրից փոխող վաղվա օրերը եւ յուրաքանչյուրը պիտի գնա ինքնազրկանքի իմ համեստ օրինակով ինքն իրեն բացառելով աբակա իշխանությունից, որպեսզի ծնվի իրական Հայաստանի պատկանող առաջի ժողովրդավարական իշխանությունը։ Ինձ բերել եք հզոր ուժ, կամք, նեցուկ եւ օրհնություն այս վերջի օրերի ընթացքում։ Ես հարուստ եմ, հպարտ եմ եւ օրհնված եմ ձեր հայրենակցական, ձեր համակարգացիական գորովով։ Պարոն Հովհաննիսյան, հնարավոր է, որ դադարեցնեք հացադուլը, թե Ազատության ձոմը, հացաթուլը ազատության հրապարակում շարունակվում է։ Հայազգային կոնգրեսի առաջնորդները ձեզ մոտեցան, մենք պարզապես հեռուին չկարողացանք տեսնել, թե ոչ։ Ոչ, այսօր Հայազգային կոնգրեսի ղեկավարները չմոտեցան, թեև այս վերջի 2 օրերի ընթացքում Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Շանոզարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ ուրիշներ մոտեցել են եւ իրենց զորակցությունը հայտնել, մի շարք ներկայացուցիչներ չեն եկել, այսօր չէ, բայց կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում հայ ժողովուրդը անկախ նրանից թե ում է պատկանում, որտեղ հայ ժողովուրդը ոչ մեկին չի պատկանում, ինքը եկել է եւ մասնակցել է, զորակցել է իմ քաղաքացիական այս ահազանգին